Հաջորդ հարցս կուղեմ բարձրագույն դատական խորհրդի նախագահին, պարոն Աթաբեկյան, դուք որպես դատավոր ունեք տարբեր փորձառություն, եղել եք քաղաքացիական գործեր քննող դատավոր, սնանկության գործեր քննող դատավոր, սնանկության դատարանի նախագահի կարգավիճակում եք հանդիսացել, իսկ այսօր նաև հանդիսանում եք Վճռաբեկ դատարանի դատավոր։ Եվ որպես այդպիսին մշտապես մեզ գիտնական անդամներից մեղադրվում է, որ մենք չենք եղել դատավորի կաշվում եւ շատ հաճախ չենք հասկանում, թե ինչ ծանր բեռ են իրենք կրում, դատավորի կաշվում գիտնական անդամները գտնվում են միայն կարգապահական վարույթներով, որը իհարկե շատ փոքր մասնիկ է եւ շատ հաճախ այս վեճերի արդյունքում նաև ծնվում են հատուկ կարծիքներ, այնուամենայնիվ խոսելով ողջամիտ ժամկետում քննելու պարտավորության մասին, ձեր կողմից մի քիչ առաջ նշված գործերի վիճակագրությունը ծանրաբեռնվածության մասով, նաև ձեր դատավորի փորձառությունը տարբեր արձաններում, խնդրում եմ նշեք ձեր պատկերացումները այս հարցի վերաբերյալ եւ արդյոք կարող ենք ուշացած արդարադատությունը արդարացնել որևիցե ձևով ծանրաբեռնվածությամբ, աշխատակազմի համալրված չլինելու հանգամանքներով եւ այլն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Թումանյանց, շատ բազմաբովանդակ հարց եք ներկայացրել ինձ, փորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանել ժամանակի մեջ տեղավորվելու տեսանկյունից։ Նախ ուզում եմ անդրադառնալ այն հարցին, որ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամները որևիցե ձևով ըստ ձեզ համենայն դպսած ձևակերպման չեն մտնում դատավորների կաշվի մեջ, ինչպես դուք ձևակերպեցիք։ Ես կարծում եմ դա այդպես չի, որովհետև Բարձրագույն դատական խորհրդում քննարկվող ցանկացած հարց մանրամասն քննարկվում է եւ բոլոր անդամները, ընդ որում մեր իրավաբան գիտնական անդամները, ոչ դատավոր անդամները բարձր պրոֆեսիոնալիզմով իրավաբաններ են, մասնագետներ են եւ վերջնարդյունքում մենք մեր որոշումները կայացնում ենք արդար, անաչառ եւ օբյեկտիվ գնահատականների հիման վրա ու մեր ներքին համոզմունքով։ Հետեւաբար թեկուզ եւ կարող է նման խոսքեր հնչեն, բայց իրականությունն այդպես չի, բոլորս հասկանում ենք դատավորի գործը։ Ուղղակի մի փոքր հնարավոր է տարբերություն լինի, օրինակ կոնկրետ իմ առումով, պրակտիկա դատավոր անդամների առումով։ Գուցե որոշակի տարբերություն լինի, որ պրակտիկ իրավիճակների ընկալման մոտեցումները մի քիչ այլ լինեն, որովհետև ես ինքս օրինակ ողջամիջամկետներն է մեր թեման, ես ինքս ողջամիջամկետներին շատ մեծ ուշադրություն եմ դարձրել ու հետևողական եմ եղել իմ ամբողջ գործունեության ընթացքում գրեթե 14 տարի տարբեր ատյաններում աշխատելու ժամանակ, իսկ հիմա էլ որպես խորհրդի անդամ, խորհրդի նախագահ, նույնպես մենք ուշադիր ենք բոլորս ու հետևողական ենք ողջամիջամկետում գործերի քննությանը ու դա մի քանի հիմքեր ունի։ Դրա հիմքերից մեկը այն է, որ մենք կարևորում ենք, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունում արդեն ողջամիջամկետում գործերի քննության այդ իրավունքի խախտման հիմքերով դատական հայցեր կան Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող եւ որի արդյունքում ինչ-ինչ հանգամանքներով նաև պայմանավորված Հայաստանի Հանրապետության դեմ կայացվում են դատական ակտեր գումարի բռնականացման տեսքով, որպես խախտված իրավունքի վերականգնում, մանրամասն իրավական դետալների մեջ չմտնեմ ուղղակի չծանրաբեռնելու համար, եւ սա էլ ազդակ է, որպեսզի մենք դրան ազդակներից մեկն է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այս հանգամանքին։ Իհարկե այդ պրոցեսներում ուշադրության արժանի է առաջնային եւ դատավորի վարքագիծը պրոցեսի նկատմամբ, ընդ որում ոչ պակաս կարեւոր է վարույթի գործին մասնակցող անձանց վարքագիծը, որովհետև մենք բոլորս գիտենք, միգուցե մասնավոր շահերից ելնելով կամ այլ նկատառումներից ելնելով հնարավոր է, որ միջնորդություններ ներկայացվեն դատարանին, երբեմն նաև անհիմն, որոնց քննության համար մեծ ժամանակ է պահանջում, սկսած նրանից, որ պետք է այդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն տրվի նաև վարույթի մյուս մասնակիցներին, ինչը մեզնից շատ ժամանակ է տանում։ Այդ ողջամիջամկետների պահպանման տեսանկյունից նաև պակաս կարևոր չէ բողոքարկումները։ Իհարկե խոսքս չի վերաբերում նրան, որ ինչ որ ձև ուզում եմ ասել, որ չպետք է բողոքարկվեն դատական ակտերը, բայց բողոքարկվում են նաև այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան ունի մի իրավիճակի վերաբերյալ կայուն նախադեպային պրակտիկա, բայց այնուամենայնիվ բողոքարկում է, իսկ այդ բողոքարկումը տարբեր
տեսակի ռեսուրսներ է պահանջում, դե չհաշված նաև պետական ֆինանսական միջոցներ, պետական տուրք, դատական ծախսեր եւ այլն, այսինքն շատ մանրամասն դետալների մեջ չմտնեմ։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ, կարծեք թե ընդհանուր առմամբ ձեր հարցերի պատասխանը տվեցի, եթե կգտնեք, որ պակաս բան կա, պատրաստ եմ նաև շարունակել Տիկին Թումանյանց, նաև պարոն վարչապետը ինչպես որ ընդգծեց, սահմանադրի ժողովրդի կամքը եւ այդ վստահությունը դատարանի նկատմամբ, իհարկե ես ուզում եմ ասել, հարգելի պարոն վարչապետ, սրանք այն ինչ որ ներկայացվեց մեր կողմից, այն գործընթացները, որոնք որ իրականացում են, սրանք փոքր էլեմենտներ են, որոնցով որ մենք ուզում ենք հասնենք այն մեր մեծ նպատակին, որովհետև կոնկրետ հենց այն գործողությունները, որը որ մենք արել ենք, միանշանակ միայն սրանցով հնարավոր չի հասնել այդ արդարությանը, արդարադատությանը եւ այդ մտածողությանը։ Այս կոնտեքստում, քանի որ նոր սահմանադրության մշակման հետ ակտիվ գործընթացի փուլում ենք, միգուցե նոր սահմանադրությամբ ընդհանրապես հռչակվի սահմանադրորեն յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուրի արդարադատությանը աջակցելու պարտականության մասին, որովհետև այդ արդարադատությունը, ինչպես դուք եք ասում, դա միայն դատավորինը չի, միայն դատավորներինը չի, դատական ծառայողներինը չի, այդ արդարադատությունը բոլորինս է եւ արդարադատությունը յուրաքանչյուրս պետք է մեր վրա զգանք, թե ինչքանով է ինչ-որ բան արդար, ինչքանով այդ արդարադատությունը իրականացվեց։ Ընդհանուր առմամբ սա էր խոսքս, եթե գտնեք մի բան պակասել, ինձ հնարավորություն տվեք, փորձեմ նաև լրացնել, ավելացնել։ Իհարկե շատ բան ունեմ ասելու, մտածում եմ, որ ֆորմատի մեջ մենք պետք է տեղավորվենք նաև հարգանքով մեր մյուս գործընկերներին, ովքեր դեռևս պետք է ելույթ ունենան, որովհետև իդեպ ասեմ, ես իմ ելույթով շատ չեմ էլ կարողացել նաև չծանրաբեռնելու համար չեմ կարողացել եւ կատարված աշխատանքների վերաբերյալ խոսել եւ խնդիրների ինչի, որովհետեւ մենք մշտապես չենք էլ խուսափել մեր ունեցած խնդիրները բարձրաձայնելու եւ շատ ժամանակ հատուկ մեր խնդիրները բարձրաձայնել ենք, որպեսզի կոմպետենտ մեր գործընկերներից նաև լսենք որոշակի դիրքորոշումներ, կարծիքներ մեր ունեցած խնդիրներին լուծումներ տալու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Աթաբեկյան, իսկապես չենք վախենում բարձրացնել այդ խնդիրները, հակառակ դեպքում դժվար թե այս օրով մենք խոսենք ամենասուր հարցի մասին, ուշացած արդարադատության մասին եւ այսպիսի պատվելի կազմով, որովհետեւ ավելի քան մեզ համար կարեւոր է այդ ամենը եւ այս մտքերի գեներացումը այսպիսի կազմով շատ կարեւոր է եւ կարծում եմ, որ այն արդյունքներ կտա, մենք ամփոփելու ժամանակ կասենք, եթե լրացնելու բան ունեք։ Ես ներողություն եմ խնդրում ֆորմատը մի փոքր խախտելու, բայց շատ կարևոր դուք հարց բարձրացեցիք, ինչքանով եմ ես ընդունում, հա, այդ ուշացած արդարադատությունը, իրականում ես չեմ ընդունում ուշացած արդարադատությունը, որովհետև նաև այլ խոսքով ընդունված է ասել եվրոպական չափանիշներով եւ այլն, ուշացած արդարադատությունը դա մերժված արդարադատությունն է, եւ սա շատ կարևոր է ինձ համար, իհարկե ես մատնանշեցի, որ իմ ամբողջ գործունեության ընթացքում դրան շատ ուշադիր եմ եղել, հիմա էլ հետեւողական եմ այդ ամենը եւ նաեւ ընդհանուր մեր բոլորի գործունեության մեջ մեր դատավորների, ուղղակի այստեղ մշտապես կան խնդիրներ, որոնք որ մենք պետք է լուծելով գնանք առաջ։ Մենք այսօր օրինակ ծանրաբեռնվածության մասին խոսեցինք, թե դատավորները ինչքան են ծանրաբեռնված։ Իհարկե ծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել ուշացած արդարադատություն ունենալուն կամ մերժված արդարադատություն, դա միանշանակ, բայց այն որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ արդարադատությունը հնարավորինս ժամկետներում իրականացվի, դա կարծում եմ բոլորիս համար հրամայական է եւ պետք է ինչ-որ ձևով մենք այդ հարցերի լուծումները տանք։ Մենք այդ թափանցիկության տեսանկյունից էլ փորձում ենք ամեն ինչը այնպես անել, որ նաեւ հանրային վստահության առումով, հա, որովհետեւ օրինակ մենք այս վերջերս անգամ դատավորների, որովհետև շատ խոսք գնում, որ այդ ինչքան են ծանրաբեռնված, հա, մեր ժողովուրդը քաղաքացիները կամ կողմերը ինչքան են ծանրաբեռնված, որ գործով դատական ակտի հրապարակման օրը նշանակված է օրինակ 2027 թվականի փետրվար-մարտ ամիսներին, բայց որ նայում ենք մի դատավոր, եթե վարույթում ունի 1000 վարչական գործ ու դրանով եթե 251 օրերի մեջ բաժանենք, անգամ ստացվում է, որ հնարավոր չի տեղավորվել, բայց մենք դրա հետ մեկտեղ ինչ արեցինք, մեր էլեկտրոնային համակարգում այսօր յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի
մուտք գործել էլեկտրոնային համակարգ, դատական համակարգ, պաշտոնական էլեկտրոնային կայքը, որտեղից ստանալ յուրաքանչյուր դատավորի տվյալ օրվա ծանրաբեռնվածությունը, սկսած նրանից տվյալ դատավորը երբ է գտնվել արձակուրդում, երբ է անաշխատունակության մեջ եղել, երբ է վերապատրաստման եւ յուրաքանչյուր օր դատավորի ծանրաբեռնվածությունը ըստ դատական նիստերի։ Այսինքն դատական նիստերի նաեւ քանակն է հնարավոր տեսնել, իհարկե այդտեղ միայն միջդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակում միջնորդությունների քննարկումները չկա, որոնք որ արտաժամյա են նաև գիշեր-ցերեկ, դրանք հնարավոր չի մուտք անել, բայց ընդհանուր նաև դատավորի այդ պատկերն է։ Եվ ընդհանուր առմամբ ուզում եմ, որպեսզի եզրափակեմ, ամեն դեպքում մենք պետք է մեր վերաբերմունքը փոխենք նաև արդարադատության, արդարության նկատմամբ եւ պետք է այդ արդարությունն ու այդ արդարադատությունը, ինչպես պարոն վարչապետ ասաց, նախբյուրից սկսելով մենք պետք է բոլորս ընդունենք դա որպես մերը, այսինքն պատասխանատվությունը չթողնելով որևէ այլ սուբյեկտի վրա, որևէ այլ կազմակերպության վրա, որևէ այլ իրավահամակարգի ներկայացուցչի վրա, թե չէ մեղքը բարթել անընդհատ ասել չէ, դե լավ, ի վերջո դատարանն էր մեղավոր կամ իհարկե անթույլատրել է նաև հակառակը, մենք ամեն դեպքում պետք է ընդհանուր առմամբ մեր վերաբերմունքը փոխենք ու յուրաքանչյուրս ջանասիրաբար վերաբերվենք եւ արդարությանը եւ արդարադատությանը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Աթաբեկյան, իրականում ես պետք է շեշտադրեմ սա, որպես նաև գիտնական անդամ, երևի ավելի ճիշտ կլինի այս շեշտադրումը, անգամ ամենածանրաբեռնված շրջանում, երբ որ պարոն վարչապետը նշեց, որ քաղաքացիական դատարաններում մենք ունենք լուրջ բավականին առաջընթաց ծանրաբեռնվածության թեթևացման առումով, անգամ այն շրջանում, երբ որ դատարանները ունեին 2000-ական, 3000-ական գործեր իրենց վարույթներում, մենք ունեցել ենք բարեխիղճ դատավորներ, ովքեր որևէ ուշացում չեն ունեցել կամ այդ ուշացումները այնքան չնչին են եղել, որ 1-2 օրվա տարբերություն է եղել եւ ոչ թե տարիների, ամիսների եւ այլն։ Այս առումով կարծում եմ սա շատ կարևոր է նաև որպես այդ բարեխիղճ դատավորների կատարած աշխատանքի գնահատական։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար